Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Էլի չեմ կարող չսկսել հովանավանքից, որտեղ դա այնպիսի թեժ թեմա է դարձել, եւ հովանավանքը կարող է դառնալ ջրբաժան, որովհետեւ հովանավանքի պղծումով այս շնաբարո կուսակցությունը իր բոլոր ջոչերով ու պոչերով փորձում է այլասերել ազգային զգացմունքը, ազգային հավատամքը, առանց հաշվի առնելու, որ դարերով այդ հավատամքն է, որ իր շուրջ բոլորը մոր տակ ձեռքերի նման պահել փայփայել է ազգը, մշակույթը, մեր ազգային բացարձակ արժեք հանդիսացող լեզուն եւ այսօր փորձում են այս մայր աթոռի դեմ սկսված այս այլանդակ հարձակումները դարձնել սովորական երևույթ, որովհետեւ ժողովուրդ դու շատ արագ ադապտացվում ես, ներողություն եմ խնդրում օտար բառի համար, այսինքն հարմարվում ես, շատ արագ ես հարմարվում ամեն մի իրողությամբ, որովհետև քո մի տխմար մասան մտքով չի անցկացնում, որ մենք կորցրել ենք Արցախ, սրանց պատճառով, սրանց քաղաքականության պատճառով, ավելի ճիշտ թշնամական քաղաքականության պատճառով։ Դու շատ արագ հարմարվեցիր եռաբլուրի ընդարձակմանը, շատ արագ հարմարվում ես գների օլստորե աճող, չգիտեմ ինչ բարձունքների հասած այս պիկերին, այսպես չի կարելի։ Եվ հետո այդ քահանան նախկին իհարկե, այդ նախկին քահանան, որովհետև ինձ համար նա արդեն կարկալույծ է և այլևս նախկին է։ Ես համացանցից իմացա, որ երբ որ այս թուրքի լանուկ Նիկոլը անընդհատ իր և պապ թագավորի մեջ հորիզոնականներ էր տանում և մասային ուզում էր պարտադրել, որ ինքը նոր պապ է, նոր պապ թագավոր է, այ հողը գլխիդ, այ հողը բոլոր նրանց գլխին, ով քո մեջ կարող են թագավոր որոնել։ Այս նախկին քահանան, այդ Ասատրյան, Ասատրյան կարծեմ, Ստեփան Ասատրյան, կարծեմ գրել է համացանցում, այ ոչխար, դու էլ ուրիշ հերոսի անուն չգիտես, հավանաբար նա կրկնօրինակել է Հայկո Մկոյի այդ մանրապատումներից, թե չէ նրան այդքան խելք չկար, որ ինքը մտածեր, բայց այդ ոչխարի դեմ փառավոր, ոչխար ասողի դեմ փառավորապես ծնկեց ոչխար համարվածը։ Անար դուք նամուս չունեք, ես չեմ հասկանում։ Հանուն ինչի, միայն թե երկատեք մայր հավատքը, միայն թե ճեղքեք մայրաթոռի պաշտպանների և անտարբերների մեջ եղած այդ արդեն գոյացած ճեղքը, էլ ավելի ճեղքեք, դրա համար, թե ինչ-որ մեծ փողեր են այստեղ դեր տանում, որովհետև ձեզ նմանները գաղափարի մարդ չեն, որ ասեմ, գաղափարն է նրանց մղում այդ սխալ քայլին, այդ այլասերվածությանը, չէ, դուք փողերի համար եք անում այդ բոլորը, որովհետև հայի մեջ չի կարող առաջանալ հայ ազգը կործանելու գաղափարը, եթե նա ծախու շուն չէ։ Ես հիմա ասում եմ, քեզ հայր Արամ երևակայող Ստեփան Ասատրյան, դու պարզապես թուրքի լանուկ ես, դու այն Լևոն Շիրինյանի երազած թուրքի շուն լինելու ճանապարհին ես, գիտես, քեզ նման մեկն կա, պրոֆեսորի կոչում ունի, որը երազում է թուրքի շուն դառնալ,
Դու Տիլի Գագոյի նման այլանդակ ես, որը երազում է 21-րդ դարում ադար վառել տականալու համար։ Դու բոլոր այն ուղեղը թափած, ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, այն ուղեղը թափածների նման ես, ովքեր շատ արագ մոռացան, որ Բաքվի գնացքով պիտի ցորեն բերեն Հայաստան, բայց Սումգայիթի թունավոր թելերը այդքան շուտ մոռացաք, այ ապիկաններ, այ շնաբարոներ, դուք այդքան շուտ մոռացաք, դուք շուտ մոռացաք երկրաշարժի ժամանակ ուղարկած շնորհավորական հեռագրերը, այն Բաքվի ու շրջապատի բոլոր ծննդաբերական հիվանդանոցներից ուղարկված արյունոտ սավանները, որպես օգնություն երկրաշարժից տուժածներին։ Ես չեմ հասկանում, դուք ազգային նամուշ չունեք։ Դու Ստեփան Ասատրյանն ես, չգիտեմ ինչ ես, դու բռնել ես թուրքի շուն դառնալու ճանապարհը։ Հանուն ինչի ես զոհգնում այս թուրքի լամոկին։ Հանուն ինչի։ Միթե այդքան շատ հրապուրիչ հարցեր են դրված քո առաջ։ Քեզ նմաններն իհարկե ծախու հոգի ունեն։ Եթե ծախու հոգի չունենան, կախաղանին էլ տանեն, նա չի հրաժարվելու իր գաղափարից։ Իսկ քո գաղափարը այսօր թուրքի շուն դառնալու գաղափարն է։ Հիշիր, Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման գերեզման ես ունենալու։ Չակերտների մեջ հայր Արամ, ափսոս է անունը, ափսոս չի անունը։ Մեր նախնիներից մեկի, մեր նախահայրերից մեկի անունն է։ Ինչ էլ անուն է դրել ժամանակին կաթողիկոսը սրա, ես ոչ լոտ ապիկարի վրա։ Ես չեմ պատկերացնում, որ սրա մարմիններ կեղտոտ կլինի, մենակ հոգին չի լինի կեղտոտ, եթե հոգին կեղտոտ է, այնտեղ էլ մաքուր մարմին չի կարող լինել։ Հովանավանք եկեղեցուն այս վանքին մոտ ապրող բնակիչներ, ես անցած անգամ խնդրեցի ձեզ, խնդրեցի Զաքարյան ազգանունով այն ուսուցչին, որը փոխտնօրեն էր աշխատում Հովանավանի դպրոցում, եթե լսում ես, ես քեզ խնդրում եմ, հիշիր Մանուշյանի անվան դպրոցը, հիշիր մեր աշխատանքները, որ կատարել ենք, հիմա դպրոց չեմ թողնում, բա քո սիրտը չի ցավում, բա ուր եք գալիս սրա կողքին կանգնում, այսինքն ինչքան ես համացանցով նայեցի, այնտեղ այնքան, ասենք, անլաչակ Անահիտ, ինչան է, Ավետիսյան, հա, Անահիտ Ավետիսյան կար, բայց ես հասկացա ինչու ինքը լաչակը չի կապել, որովհետև իր դավանած հավատանքը չի պահանջում խոնարհություն գլուխը ծածկել, նոր մտնել եկեղեցի, որտև ինքը կյանքի խոսքի ղեկավարի տիկինն է, այսպես ասած, բայց ես Անահիտ Ավանեսյան, ներողություն, հիշիր հրապարակում, երբ որ դու դուրս եկար կառավարության շենքից, ես էի, որ մոտեցավ, ասացի, տիկին դուք շատ գեղեցիկ եք, դուք էլ, այսպես հրճվելով, այո, շնորհակալ եմ, դուք էլ, դե հիմա հավաքվեք ու գնացեք պոդիում, գուցե Հայաստանին մրցանակ բերեք, հերիքի առողջապահության բնագավառը քարուքանդանեք։ Ես հիմա հաճախում եմ պոլիկլինիկա, այնտեղ էլ եմ ասել, ինչ-որ մեկը ասաց աշխատողներից, բայց նա ոնց որ իրավաբան է, ասի, ինչ իրավաբան որ լիներ, ինքը կհասկանար, որ ինքը իրավունք չուներ այդ բնակավարը ղեկավարելու, սա չի ԿՊ-ի դեմքը, մերը լինի, պոլիպետ լինի, հա, սա չի ձեր սկզբունքը, ձեր կրեդոն, ձեր դավանանքը, Քպականներ, քանի
Քանի մենք դեռ կարող ենք ուղղել բոլոր սխալները, թեկուզ եւ շատ տանջալից ու շատ երկար ժամանակվա ընթացքում, հետ կանգնեք այս բոլորից։ Ես որպես մայր, որպես տատիկ, որպես մանկավարժ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, խնդրում եմ, պաղատում եմ, բայց եւ պահանջում եմ, որ դուք հեռանաք պարզապես։ Ես ձեզ քանի անգամ եմ ասել, այնպես վարվեք, որ հետո գոնե մարդավարի դատվեք, ոչ թե փողոցի անկյուններում շանսատակ դարձնեն ձեզ։ Դուք այդքան վախ չունեք, ես չեմ հասկանում։ Ունեք իհարկե, բայց կարծում եք, թե ձեր դեմ խաղ չկա։ Չէ, ձեր դեմ Աստծո խաղն է լինելու, հիշեք, որտեղ դուք ձեռք եք բարձրացրել մեր ազգային բոլոր սրբությունների վրա, բոլոր, որտեղ դուք չենքնչեցիք, Արցախ վաճառեցիք։ Ես որ շատ խորը մտածեմ, որ մեր հնամյա վանքերը և մասնավորապես Գանձասարը գտնվում են թուրքերի ձեռքին, ես կարող եմ և խենթանամ, անկեղծ եմ ասում, աշխատում եմ ինքս իմ սանձերը ձգած պահել։ Հովանավանքի այցելուներ, երեք որ պսակ կատարվեց, ես չեմ հասկանում, իսկայն այլասերված եք դուք, ես հիմա այնպես կուզեի պսակվող զույգերին ցանկանալ ամենայն բարիք, ցանկանալ երջանկություն, երկար կյանք, մանուկներով լիք ընտանիք, բայց ես զարմանում եմ, ում համար ցանկանամ, նրանց, որոնք դեմ են դուրս եկել մեր ազգային եզակի արժեքներից մեկի մայր աթոռի դեմ չեմ ցանկանա, որտև ես ինձ չեմ կեղծի։ Ժողովուրդ մի գնացեք Հովանավանք, Նիկոլը ձեզ տանելու է բախման, ոստիկաններ ինչքան ասեն, դուք նամուս չունեք, ինչքան ասեմ, ձեր ձեռքում է հիմա ազգի բախտը, ազգի հետակա լինել չլինելու հարցը, որովհետև դուք եք պահում Նիկոլի կեղտոտ հետևը։ Հերիք չեղավ, հանուն ինչի, հանուն պարգևավճարների, հերիք եղավ էլի, դուք տղամարդ չեք, քանի անգամ եմ ասել, դուք բոլորը նման եք կամուրջների տակից հավաքած էքերի, որ կախաղաներ կանեն ասելու եմ, այսօրվա ոստիկանությունը նման է կամուրջների տակից հավաքած էքերի, նամուս ունեցեք, ամոթ է, երկիրը փուլ է գալիս, այսինքն արդեն եկել է, նրա լավագույն հիասքանչ մասը, չնայած ես չեմ կարող տարբերակել, Արցախն է լավագույնը, թե Մարտունին, Արցախն է լավագույնը, թե Սյունիքը, մեր երկիրն է, ուրեմն մեզ համար լավագույնն է։ Արդեն համացանցում կար, որ ջերմուկի վերևում նոր դիրքեր են նրանք կահավորում։ Նրանք պատերազմի են պատրաստվում, կպեն այստեղ լոլոյանում խաղաղություն բառը շահարկելով, այն ոչնչություններ, ձեզ նման, ծախուշուն է ընկել Ալիևի ձեռքը, ինչու պիտի խաղաղությունով չխապի ձեզ։ Ես ինչքան էլ ատեմ Ալիևին, միևնույն է կամա հարգում եմ, որովհետև այդ շնչավոր կենթանին, այդ բոլորն անում է իր ազգի, չունեցած ազգի, ազգային արժանիքները ավելացնելու և իր երկրի համար։ Իսկ այստեղ կներեք զուտես թեմային, որպես կարող ենք ավելացնել կամ շարունակություն, օրինակ Սասու Միքայելյանը վերջերս եռաբլուրում ասում է, եթե Վազգենը կենդանի լիներ,
եթե Վազգենը ողջ լիներ, դու կենդանի չէր լինի, այ ողորմելի, որովհետև այն օրը, որ քո բերանը չփշրվեց, երբ դու ասացիր այս հեղափոխություն, իհարկե դու չես հասկանում հեղափոխությունն ինչ է, ու քո աչքին թվացել է, թե հեղափոխություն է եղել։ Այս հեղափոխություն ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրումն, հա? Ոչնչություն։ Դու ընկար Նիկոլի գիրկը մի անգամ էլ հիշեցնեմ, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք քո ամառանոցի լողավազանից մի գնդի զենք ու զինամթերքին հայտնաբերել։ Ահա թե դու ինչու ընկար Նիկոլի ոտքերի տակ ոչ թե գիրկը։ Աննամուսներ, ինքնասպան եղեք, գոնե մի քիչ հարգանք առաջանա ձեր նկատմամբ, այսպես չի կարելի։ Դες ասում է երբ է մարդ եղել, որ հիմա լինի։ Եթե Վազգենը ողջ լիներ, երբեք երկրապահի ղեկը չէր հասնի Սասունի նման այլասերված, անգետ, անգրագետ, էլի չգիտեմ ինչ մարդու։ Սասուն Միքայելյան, եթե հանկարծ բախտը չբերի ու մենք դեմ դիմաց հանդիպենք, նոր կտեսնես ես քեզ ինչ կասեմ։ Անամոտ, անպատիվ, դու ինչ խղճով ես մոտենում Վազգենի գերեզմանին կամ ինչ խղճով ես արտասանում նրա անունը։ Եթե ողջ լիներ, պարզապես դու կենդանի չէիր լինի։ Անամոտ։ Ուզում եմ անդրադառնալ մի ուրիշ, այսպես, փառավոր անամոթի։ Փառավոր բառը շատ սիրել է օգտագործել մեր մեծն երգիծաբաններից մեկը Հակոբ Պարոնյանը։ Այ որ Հակոբ Պարոնյանին հանդիպեիր, մի փառահեղ ապտակ կհասցներ քեզ նման խոզին։ Հիշիր, Արթուր Դավթյան, ես բազմիցս դատախազության դիմաց բարձրախոսով հորդորել եմ, խնդրել եմ, պաղատել եմ, պահանջել եմ, որ դու կատարես քո մասնագիտական պարտականությունը և ձերբակալես սահմանադրությունը թաշկինակի նման օգտագործող այս թուրքի լամուկին։ Դու չես անսացել, ոչ մի ողջախոհ մարդու ասածին չես անսացել։ Եվ երբ արցախցիների վերադարձից հետո ես քեզ քանի անգամ եմ ասել, որ Նիկոլը քեզ օգտագործած անձեռոցիկի պես շպրտելու է, հետո ինչ ես անելու։ Հետո դու եկել կանգնել էիր հանրահավաքի մասնակից արցախցիների կողքին։ Հիշիր, երբ որ մենք հանդիպեցինք, ես քեզ ասացի, իա, ցիրկի շնիկ, ես դու էլ ես էստեղ, ընդ որում երկու անգամ ասացի։ Քո կողքին գտնվող ինչ-որ տղամարդ փորձեց ինձ զսպաշապիկ հագցնել, այ հող ձեր գլխին, ձեզնից ով է վախենում, այ վախկոտ շներ, վախկոտ չլիներ, դու գոնե մի անգամ գոնե փորձ կատարած կլիներ, հիմա ինչու ես արդարանում, դու ցանկացել ես ձերբակալել, հա, ու քեզ չեն թողել, սուտ է, ինչ, ես չեմ հասկանում, դատախազինով կարող է արգելել իր մասնագիտական պարտադրանքը իրականացնել, որևէ մեկը, ով ուզում է լինի դա, ուզում է նախագահը լինի, ուզում է վարչապետը լինի, սահմանադրորեն իրավունք չունի ու վերջ, հիմա էլ հավն են նույն ճանապարհը բռնել, ես նրան քանի անգամ ասեմ, ոչ թե Աննա Կարապետյան, այլ պարզապես, չգիտեմ, ախր ափսոսում եմ տիկին բառը, սիրուն հավ, այդպես ասեմ, որտեղ դու իրոք գեղեցիկ ես որպես կին, ես քեզ էլ եմ խորհուրդ տվել գնալ պոդիում, պատկերացնում եք,
Այս Նիկոլի հավաքած էքերը, որ բոլորը միանգամից գնային պոդիում, Հայաստանը կդառնար պոդիումի թագավոր։ Մրցանակներ կբերեի գոնե։ Այ հավ դատախազ։ Դու գոնե հիմա եզրակացություն արա այն ցիրկի շնիկ Արթուր Դավթյանի արածներից ու տես որ նա հիմա օգտագործված ջնջոց է փողոցում շպրտած։ Ես չեմ ասում, որ նա հիմա սոված է, ծարավ է, փող չունի, բայց 7 տարի թալանողները սրանք են, 8-րդ տարին է թալանողները սրանք են, ես ասել եմ էլիկ ասեմ, հողը Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակվա բոլոր թալանչիների գլխին միաժամանակ, այդ թալանը սա է, թալան է, հոգով, մարմնով, սրտով, ներվերով, մկաններով, դուք թալանել եք մեր ժողովրդի հոգին նախ և առաջ, նրան դարձրել եք աստանդական, նրան դարձրել եք ուզվոր, նրան դարձրել եք խաղալիք, միջազգային ճամփաբաժաններում, այդ թալանը սա է, եթե նախկինում թալան եղել են, նյութն են թալանել, բայց երկիր են պահել, սահման են պահել, ես որ հիշում եմ, այն աշխատանքը, որ մենք կատարում էինք երեխաների անչափածների հետ, ու հիմա երբ նայում եմ 4 բոլորս փոստերում, դպրոցահասակ երեխաներ են, որոնք դասի ժամերին դպրոցում չեն, ես ապշում եմ, ինչ ճիշտն է ճիշտ է, ապշում եմ, երբեմն ոստիկաններին հարցնում եմ, լավ ես երեխեքով ով պիտի զբաղվի, գիտեք ինչ են պատասխանում, ծնող ունեն թող զբաղվեն, ծնող ունեն թող զբաղվեն, այն մարդու իրավունքների պաշտպան հավ, ակրավ ավելի ճիշտ, չէ, դու նրանց նման գեղեցիկ չես, դու շատ նման ես ակրավի, մանավանդ երբ խոսում ես, ես քանի անգամ առաջարկել եմ Ալիևի հետ բանակցությունների ուղարկեն քեզ, որտեղ Ալիևը հաստատ կվախենա, հաստատ, ես այնպես ափսոսում եմ, որ ճանաչում եմ քո ծնողներին և ապշած եմ, որ այդ ընտանիքում քեզ նման մեկը քպայական է մեծացել, որը հանուն փողի ծախվել է, որովհետև դու չես տարբերակում քո պարտականությունները, որտեղ դու կարող ես թուրքերի կողքին երգել, են Քավարցիների անեկդոտը կա, հայրը բացում է Մատյանը, ներողություն, օրագիրը երեխայի, նայում է հայոց լեզու 2, ռուսերեն 2, մաթեմատիկա 2, երկը 5, տխուր տրտում ասում է, գա, այսքանից հետո դու հլը սիրտ ունես երգում ես, Անահիտ Մանասերյան, գոնե հորդ ազգանման մասին մտածիր, ես որ իմացել եմ, որ դու նրա աղջիկն ես, ես ապշած եմ, քո պարտականություններն ով պիտի կատարի, մարդու իրավունքների պաշտպան, քո բերանից դեռ չենք լսել, 40 հոգուց ավելի քաղ բանտարկյաններ են այսօր բանտերում, ինչու չես պաշտպանում նրանց շահերը, թե դու էլ ես համոզված, որ նրանք մեր ազգի թշնամիներն են, նրանք ազգի թշնամի չեն, նրանք քպայի թշնամի են, որովհետև այս պահին Սրբազանի և 17-ի դատավարությունն է, ծիծաղելի է պարզապես դատավարություն անվանել, որովհետև ինչ դատավարություն, ես շատ եմ դատերի մասնակցում, շատ, ամեն դատավոր նստած, ինքը չի լսում, ինչ են խոսում, վկա կա, չկա, ինչ է խոսում, ինչի մասին է խոսում, ես պարզ կարդում եմ նրա ճակատին ինչ է գրված, ինչպես անել փրկելու իմ գլուխը, նրանց դատավորներին հետաքրքիր չի, ով կդատվի, քանի տարով կնստացնեն,
պետքերի չի, բոլորովին, են Կարեն Ֆերխոյանին, ես պարզապես վիրավորել եմ, կակազում էր, ծնոտը սկսեց շարժվել, հիշիր Կարեն Ֆերխոյան, ինչ անամոթն ես, այդքանից հետո դու նոր դատար ես ընդունում, հա, այդպես ինչու հենց քեզ ուղարկում, որովհետև գիտեմ դու կանակատար ես, որտեղ դու օրենքից ոչինչ չես հասկանում, որովհետև օրենքից հասկացողը այն խելապակաս կիսագրակ այդ ոստիկանին, որ ասում է ոչինչ չգիտեմ, չեմ հիշում, ակնհայտ երևում էր, որ խելապակաս է, ընդ որում վկայությունը գրված է մեքենատար, ոչ թե ձեռագրով, հրամայելին գնա վկայություն տրու, ասա, որ սենց, բայց եթե դատավոր այդքան հոգեբան չի, որ կարողանա տարբերել, ուրեմն նա դատավոր լինելու իրավունք չունի, ՔՊ-ի կամին լծված բոլոր դատավորներ, բոլոր դատախազներ, բայց խելապակաս դատախազ կամի Դանիելյան ազգանունով, չի հասկանում, ինքը որտեղ է գտնվում և ինչի համար է մեղադրում, զարմանալ կարելի է, դե քպական միջավայր է, գիտեք երբ որ ես շատ խոր ուզում եմ վերլուծել մեր այսօրվա իրականությունը, ցավալիորեն ինձ հիշեցնում է Գարսիա Մարկեսի 100 տարվա մենությունը, էս ինչ անտես վիշապ է մեզ լափում, էս ինչ զարհուրելի փոթորիկ է մեր հոգիներում, որը կարող է և մի օր չդիմանալ էլ, ինչ է մենք պետք է մեռնենք, հա, բայց չէ որ Անատոլ Ֆրանսը ասել է ազգերը չեն մեռնում, ինքնասպան են լինում, շատ լավ բնորոշում է, և մենք միթե պիտի ցանկանանք ինքնասպան լինել, մենք իրավունք չունենք, հասկացեք, աշխարհը կթքի մեր երեսին, մենք պետք է մաքրենք մեր դեմքի թուքը, մենք պետք է մեր երեսից մաքրենք այս անպատվությունը, այս անպատիվ վիճակը մենք չենք կարող անվերջ տանել, ես էլ եմ հանդիպել ինձ տարեկից մարդկանց, որոնք ասում են, կմեռնենք, ես դարդը մեր սրտում կմնա, ես էլ չեմ ուզում դարդը սրտումս մեռնել, բայց ես ինձ խոսք եմ տվել, ապրելու եմ այնքան, մինչև տեսեմ ձեր բոլորի անկումը ու Հայաստանի ճախրը, որովհետև մենք իրավունք չունենք այդ կերպ մտածելու, ես եմ շնորհակալ։